Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտվածների թիվը 55 է։ Այլ կերպ ասած, դատարանը գտել է, որ այդ 55 հանցագործները ուղղվելու ենթակա չեն երբևիցե եւ հասարակության համար մշտապես վտանգավոր մարդիկ են։ 42 մահապարտների ճիշտ մարդ մահացավ, 12 հոգի մահացավ։ Իրոք բռնությունից էր, սովից էր։ Մելաթոննաստի այդ ղեկավարներից մեկը այդ օրենքի դեմ նստողը թող հələ 15 տարի նստի իր ստեղծած այս բեսպրեդել պայմաններով։ Ներկայիս մասին չի խոսքը, որտեղ էս 2-3 տարի փարգասը, այսօրվա դրությամբ են էլի փարգասը ամեն ինչ նորմով է այդում լավ է, մի քիչ սկսում ենք մուտացիաց հետ մարդ դառնալ, դե չէ մինչև այդ չգիտենք։ Մի հատ պարզ ճշմարտություն, առավոտցորեն, երեկոյանցորեն աբեդը բոշ։ Եթե որ դուք մի ամիս ես չեմ ցանկանում, այն որ ասում է դուշմանս ուտի, որ մի ամիս ուտեք, sense անկախ թե ձեզանից մի հատ բան առաջանում, ուզում եք խաղ տվեք, sense խանգարում եք, ուզում եք այդ ամանը խփեք ինչ-որ պատով, կամ դուրս շպրտեք, կոնկրետ մեկու սարանից ոչ մի բողոք չունենք։ Մենք շատ մեզ ընդառաջում, բոլոր կարելի ասել հարցերում մեր վարկից, մեր պայլաձևից, մեր մարդ ելնելուց վերջապես, որ մենք մարդ ենք, մեզի ամեն հարցում ընդառաջում է, սիրուն, շնորհքի ոնց որ տնից ենք եկել վերջապես չի կարելի, մեր սենյակում էլ ասացի պարոն Աղվան Հովսեփյանի, պարոն Աղվան Հովսեփյան, մեկ չի կա դիլոներ չեն։ Այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը իր պայմաններով թեև հետ է մնում անգլիական կամ գերմանական բանտերից, բայց դժոխքում ապրելուց հետո այսօրվա պայմանները Նուբարաշենի դատապարտյալներին թվում են դրախտային այնքանով, որ կարելի է արդեն մտածել ոչ կենցաղային հարցերի շուրջ։ Խցերը բաժանված են 3 կույտի, դեղին, կանաչ, կարմիր։ Դեղինում վտանգավոր դատապարտվածներն են, կանաչում նվազ վտանգավոր, կարմիրում առավել վտանգավոր։ Մեզ բացատրեցին, որ դա արված է դատապարտվածների հետ անհատական վերականգնողական աշխատանքները կազմակերպելու համար։ Հակոբ Խաչատրյանին եւ Արամ Պետրոսյանին տեղափոխել են Կարմիր խոց փախոստի փորձ կատարելուց հետո։ Դա մինչև մեր բոլորիս հետ այդ մոմենտը սաղից մտքին է գալիս, սաղս էլ հիշում ենք, սաղս էլ խոսում ենք այդ բանը, որ ոնց եղավ, որ այդ ձև եղավ։ Բայց դա մի օրենք խիղճ չունի։ Մեզ ընդհանրապես ոչ մեկիս հոգեբաններ չեն նայում։ Խոսքի օրենքով տված է, որ պետքա ծանր գործել, սպանությունը նմանավան։ Հոգեբանները քննեն, դաժե տանեն հատուկ տեղ հիվանդանների, Բերդան մեր միջնորդությունից հետո Առաջայցյանի դատարանը, մեր միջնորդությունից հետո, բայց էդի սպանության գործը պետք է անպայման իրանց կողմից, օրենքի կողմից հատկացվի հոգեբանեն։ Բժիշկա եկե 5 րոպե խոսացել է սաղից հետ, կանչել են 5 րոպե Բերդի մեջ գիրովական։ Ու այսքան հաստության դիագնոզ է տվել, որ այս մարդը մեղսունակա ամեն ինչ, ոչ մի իրենց բանում։ Աստվածաշունչ էի կարդում բանը սկզբի պահերը, բայց հետո մի տեսակ այդ ամեն ինչի զգացի եմ, որ այդ ամեն ինչը ես ինքնախաբեությունով եմ զբաղվում, պրոստը այնա, որ ես ինքս ինձ հույս եմ տալիս, հույս եմ տալի, որ լավ կերնի, բայց դե լավը ռեալ այնա, որ ես ինքս ինձ հասկանամ, իմ կատարածը հասկանամ, ես ինքս ինձ ներեմ, ոչ թե մտածեմ, որ ինձ կներեն կամ չեն ների, ես իմ կատարածին գնահատական տամ, որ էդի ես չեմ արել, էդի հանգամանքն արել, ես, որ սառնասրտորեն այդքան բանը ռեալ չեմ կարող անել։ Հանգամանքից բերումով հնեց ստացվել, որ ճակատագրի այդ պահի զոհն ենք դարձել, հիմի ինչ անենք, հիմի գնացածներին հետ չենք կարող բերենք, ստերից դուրս գալու հնարավորությունը մենակ 20 տարի հետո օրենքով սահմանված, ինչ անենք, առօրյան մի հատ հետաքրքրությունով լսնենք, որ գոնե ժամանակը ծանր չանդրադառնա հետագա շուտ անցնի
Բացի այդ առողջությունը պահպանենք, որ տենանք ինչ է եղել մյուս օր։ Իրոք չպետք է օտանցում էր, որ կարաս փախչես տեղը։ Դե մեծ էլ մի հատ առանձին պատմություն է, դա մի հատ առանձին հոգեվիճակ է, որ այլ մի հատ գարուներ տուպիկովի սիտուացիա ոնց որ եղներ, մարդ չեմ անում ստե, վերջում հետ ամեն ինչն է կյանքում ոնց ասում են պետքա փորձես, հետ էլ այդ անհաջողն է փորձնել, ես դրանից են հասկացա, որ խոսքի դրա մեջ էլ հետագայում, եթե ինձ խաբեի, որ դրանով կարելի է մի ձև պրսնել ստուց, ամեն հետագայում ես կիմանամ, որ էդի անհնար է, մատքիցս ընդհանրապես կհանեմ ու ավելի ուրիշ բաների վրա դրանամ, բայց ամեն փորձով հասկացա, որ դա անհնար է, բայց այդ պահին ես մի տեղ կասկածս կա, որ ստեղից հնարավոր է։ Այն եմ մտածում, որ այս թեման շատ հետաքրքիր է հանդիսատեսին հանրությանը ու գործեր կան, որոնց մեջ նույնիսկ կողմնակի անձնավորությունները, ժուրնալիստներն են տենում, որևէ ռուսերեն ասեմ նիստիկով կեկ նետարազումենյաներ, որոնց ցանկանում են բացահայտել։ Օրենքի անճշտությունը շատ հարցերում տենում են ու ցանկանում են օրենքը որ ավելի արդար մտորեն դատի մարդկանց։ Ձեր նկատմամբ ձեր կարծիքով անարդար էր դատավճիռը։ Կարծիքով հնարավորություն պետք է տային ուղղեն, թեկուզ 20 տարի, բայց սռոք տային, ոչ թե ցեմական մահապատիժ։ Գուցե թող մենակ այն, որ վերցնեն խոսքի շրջապատը կամ անցյալը հետագնային ու համեմատությունները իրենց համար կամ տարիքը մենակ հաշվի առնեն։ Ամեն մարդ էլ մանավանջահայտ տարիքում մարդ է են փոփոխական հասունացման պրոցեսում։ Ես օրինակ մի որ անցյալից նայում եմ, ես ունես արարքներ եմ տեսնում, խոսքի որ էդի գործի նկատի չունեմ։ Այդ արարքներ եմ տենում, որ մի լրիվ ուրիշ ձև եմ նայում, ուրիշ ձև եմ դատում այդ ամեն ինչը։ Ես դրան խոսքի այն ժամանակ շատ կբորբոքվեի կամ շատ կտականայի դրա համար, ես դրան մի ծիծաղելով եմ նայում այդ ամեն ինչին։ Մարդը փոխվում է։ Մարդուն պետք է իր հասունացած մարդուն դատեն այս ձև բանի, որ իր ամեն արարքին ինքը լիարժեք պատասխան է տալիս։ Իսկ մեզ բռնեցին նայն խակ, ոնց որ ասած, առանց որևէ բան հաշվի առնելու համարյա 4 տարի նստած ենք։ Մեր ծրագիրը ժամանակին անդրադարձել էր այս երիտասարդների կողմից կատարած Վանաձորի չենջերից մեկի 2 աշխատողների սպանության դատաքննությանը։ Նրանք դատապարտվեցին մահապատժի։ Իսկ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց մի քանի շաբաթ անց սկսեց գործել Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը, համաձայն որի մահապատիժը վերացվեց։ Բարեբախտաբար սա իմ առաջի լսած գործն է, որի համար ամբաստանյալները պատժվեցին մահապատժի։ Ցանկանում եմ, որ նախ հետագայում էլ երբեք այդպիսի գործեր մուտք չլինեն դատարան։ Իհարկե, դատարանի համար էլ դժվար էր գնալ այդ պատժին, սակայն եկեք չմոռանանք, թե ինչ են արել դատապարտյալները, ինչպիսի հանդգնությամբ են կատարել այս վայրագ սպանությունները, ազգային հարձակումները եւ ըստ ինձ դատարանը արժանի պատիժ է նշանակել։ Եվ ես անկեղծորեն եմ ասում։ Շատ անգամ ինքս ինձ հարց եմ տվել։ Հանցագործին, ծանր հանցագործին մահապատժի ենթարկել թե չի ենթարկել։ Պիտի ենթարկել։ Պիտի ենթարկել։ Ես կուզենայի, որ սա այն տեսակետից ինչի, որ ես ոնց որ ասած դժվող կողմ, վիրավորված կողմ, պահյազեսության տակ եմ։ Չէ որ այն 3 մարդու կյանքը այլևս հետ չես վերադարձրի։ Գողացածը հետ կվերադառնա, չի վերադառնա, կնստի, կպատժվի, կդաստիարակվի, թե չի դաստիարակվի, հարցի եւ մյուս կողմն է։ Բայց չէ որ այն 3 զոհերը անմեղ մարդիկ հետ չեն գա։ Եվ պետք է խստագույնս լինենք։ Այսինքն սա եւս նաեւ կանխարգելիչ մի միջոց է, որ այլ մեկ մարդ, որ ուզում է հանցագործություն անի, մի պահ կմտածի, իսկ հետո պատժի չափը
պատրաստ է այդ պատիժի միջև վերջ կրելու, թե չի կրելու։ Մհեր Ենոկյանը նույնպես կարմիր խցում է։ Մինչ այդ նա փախուստի հաջող փորձ էր կատարել Գորիսի բանտից։ Որպես լրագրող ես ժամանակին ծանոթացել էի Ենոկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ։ Հոդվածը լույս տեսավ Ռեսպուբլիկա Արմենիա օրաթերթում։ Տարիներ են անցել, սակայն համոզմունքս, որ Ենոկյանը սպանություն չի կատարել, մնացել է նույնը։ Որպեսզի դատական համակարգը չվրդովվի, հիշեցնեմ, որ խոսքը 1996 թվականի արդարադատության մասին է։ Ինչպես ձեզ հաջողվեց փախնել։ Անձամբ ես գիտեմ, որ որևիցե օգնություն չի եղել, մենք մեր ուժերով ենք արել այդ ամենը։ Իմացել եմ, որ մենք ինքներս ենք փախուստը անում, բայց ինչ վերաբերում է փախուստի նպատակին, իհարկե անկասկած, ես ցանկանում եմ հայտնվեմ ազատության մեջ, բայց ես դրա հետ մեկտեղ նաև լավ եմ պատկերացնում, որ դրանով չի սահմանափակվում, այսինքն հա հայտնվեցիր ազատության մեջ, հետո շատ ավելի բարդ է։ Դրա համար միգուցե տարիների ընթացքում նորից հնարավորություններ եղել էր փախուստային, միգուցե եւ ավելի լավ հնարավորություններ են եղել, բայց ասենք հրաժարվել ենք, չենք գնացել այդ քայլին։ Իսկ այս անգամ ինչի՞ տվյալ պարագայում ես համոզված էի, որ դուրս գալուց հետո ես պիտանի եմ լինելու մեր ազգին։ Ես այսօրվա պահին կարող եմ ասեմ, որ ես փախած չեմ եղել, 11 օր դուրս եմ եղել։ Հնարավորություն կար հենց նույն օրը փախուստի։ Մենք դուրս ենք եկել դեկտեմբերի 9-ին, լույս առավոտ 10-ի, ժամը 12-ին։ Ժամը 4:20 րոպե եղել ենք Երևանում, Գայի արձանի մոտ։ Գորիսում իմացել եմ փախուստի մասին, Բերդի աշխատողները մոտավորապես ժամը 9:30։ Այսինքն ցանկության դեպքում մենք կարող էինք արդեն ժամը 6-ին 6:30 լինեինք օրինակի համար Վրաստանում։ Մնացած օրերի ընթացքում էլ մենք կարայինք Հայաստանից դուրս գայինք, դա խնդիր չէր, թե Վրաստան, թե Գորիսից միանգամից կարող էինք Իրան գնայինք, դա խնդիր չէր։ Եվ ես միտք չեմ ունեցել ոչ փախնեմ, ոչ Հայաստանից դուրս գամ։ Ինչ կարող եմ ասեմ, նորից ես գտնվում եմ այս 4 պատերի մեջ, բայց ամենայն դեպս այսօրվա դրությամբ արդեն ես կարող եմ խոսալ իրականության մասին։ Ամենաշատը ինչ պետք է անեն, ինձ սպանեն։ Քանոնիչը Քոչարյան անունով մի հատ բան էր հետը, պաշտպան էին ինձ բերել, փաստաբան, ու ներկայացնում ասենց։ Քո վրա ասում է դնում ենք 17-90-ը, թե 99-ը, հոդվածներս էլ չեմ հիշում, արդեն մոռացել եմ էլ։ Ասում է իրան վրա դրած ատես միայն 90, այսինքն ինքն է սպանը, քո վրա դնում ենք 17-90, սա նշանակում է, որ դու չես սպանը։ Ես որ ասենք այդքան ես այդ իրավաբանական այդ գիտելիքները չունեի, ինձ պետք է գային խաբեին, վրես դրեցին այնտեղ օժանդակող դրթող 17-90-ով, կպցրեցին գործերին, տարան տվեցին դադրան, խիտենց են անում մարդու հետ։ Ես խոստովանում եմ, ես գողություն եմ կատարել, ես գնացել եմ գողության, մեկ նպատակ չենք ունեցել գնալու մարդ սպանելու, եթե մարդ պետք է սպանեինք, դիմակը անտառի մեջ ես խի էի դնում։ Խի ենք մոտիկանում դիմակով, որ դուք դիմակի մեջից էլ հանում եք մազերը, բաները, սաղապացուցում եք, որ կա։ Հեն անտառի մեջ գիտենք մարդ չկար, պետք է սպանենք, էլ դիմակը խի դնենք, կսպանենք գա էլի դեմքս չէին տենամ էլի։ Այդ նպատակը չէր եղել, չէ։ Բառներն ասած են, բերեցին այնտեղ, դատեցին, գցեցին ստեղ իմի, եկան այնտեղ ազգային ժողովից էլ այնտեղ հատուկ այնտեղ հանձնաժողովը նշանակված ուղարկեցին ստեղ, որպեսզի այդ մարդիկ այնտեղ գային մեզիկ, այնտեղ մեր հարցերը լուծեին, եկան խաբենից էլ ծանոթ ենք գործից, տեղյակ ենք ամեն ինչից, պետք է վերանայենք, այտենց տարին տարվա վրա, 5-րդ տարին է ես տեղ եմ։ Ում բողոք եմ, ում ինչ ասեմ, փաստաբաններ են եկավ հայտնի փաստաբաններ մեր Հայաստանի Հանրապետության մեջ, որ շատ բաներ է կարում լուծի ինքը, հարցեր է կարում կարգավորի, ասաց ես քո գործը տեսել եմ, շատ լավ տեղյակ եմ քո ամեն ինչից, հնարավորություն ունես, որ ես կարամ քո գործը սարքեմ, տեր ունես, թող գան ինձ տենան։
Ես այդ 3000 դրամի համար եկել եմ ասել եմ, թե ինչ տիրոջ մասին է խոսքեր։ Որ ունենա ենը չի գայելի հասնել այստեղ։ Ինքը իր հեռախոսն գրեց, իր հասցնել տվեց, ասեց կուղարկես տերերիդ կգան մոտս կտենան ընդեղ, փաստորեն եթե գործը կարելի է սարքել ընդեղ, անենց որ ես կարողանամ ասենք ընդեղ փոխվեմ ընդեղ մահապաճից ցմայից գնամ ինչ-որ մի հատ որոշակի չափով սռոկի, իրանք չեն ուզում դա անեն, օրինական ճանապարհով, պետք է ես անպայման իրանց ինչ-որ մի բան տամ, որ իրանք նոր անեն իմ գործը, խի արեք, կարում եք մարդու արեք այդ բանը, այդ լավությունը, խի չեք անում, որ ու տենց ինչքան մարդիկ ստեղ կան, քանի անգամ ես բողոքս ներկայացրել եմ, հեսա ասեմ, ուրեմն 1998-97 կամ 99 թվականին ես բեկման տվեցի, թողեցին իրանք նույնը։ Դրանից հետո ես նորից ընդեղ ասենք ես կարգերը փոխվավ, սիստեմները վճռաբեկ պալատ, վերահսկիչ, ես ինչեր, ես էլ իմ բողոքը ներկայացրեցի, մի քանի ընդեղ թերթից բաղկացած իմ դիմումս, տվեցին, որ գնար ես մարդիկ տենային, թե բան ինչում է, ես իմ բողոքն եմ, պահանջում եմ, ես ուզում եմ, որ իմ ոնց որ ասած ապացուցեմ, որ ես իրոք կանգնել եմ զոհի դեմը, չեմ թողեմ, որ սպանետ անձնավորությունը, ինձ եթե դրա համար հասնում էր գնդակահարություն, երևակայի լավ կլիներ ընդեղ, որ սպանածելն է ինձ այն սռոք, դա ավելի ճիշտ կլիներ, հնագուր կայմ տվել գնացել են իմ հարազատի տունը, ասել եմ փող ունի, մի բանից դրդված եմ եղել արել եմ, երևի կար հիմի բաներ, հիմի ինձ պետք է կարամ ասեմ էր, խի չէ Թող ինքն էլ լսի, որ խի եմ արել ես այդքան բանը իր հանդեպ։ Եթե իմ մերը տա գետեր անգետեր, իմ մերը երրորդ դասարանի կրթությունն էլի ուներ, բակոնի ինչ ուներ։ Ես մի անգամ քու մամային վիրավորած կայ, խի դու ինձ իմ չարացած այդ պահերին, իմ ծնողին բերեցիր իմ դեմը ընդեղ վատա բանը մեզ ինքը վատնա, իշքան էլ վատը լիներ նա իմ ծնողն էր։ Ես են այդ սատան հետ ները մտել էր իմ հետ այդ ժամանակ, ասի դե որ տնեցա ես էլ քո հանդեպ սենց վատություն կանեմ, մարդկանց ասի փող ունի գնացեք թալանել։ Իմ վրան 3 հոդված այլ է, այդ մի հոդվածով 3404 է, ասել եմ կատարել եմ, արել եմ։ Գնացել եմ Զոնքաչիստուն, որ իմ կնոջը երեխուն տուն բերեն։ Վիճավորություն բան այլ է, պաժար բան այլ է դե, ամեջ։ Դե բանի մոմենտ դուրժվել են, մահացել են, իմ երեխեն, աներ, մեկ էլ աներ ծակը։ Դե կնգաս աղ Ստե քնիչեք իրա, անձնից ցուցմունք բան ոչ ման չի վերցել է։ Ամեն առաջի իրա խոսքը էնել է, ասել է պաժարը վերցել է վրետ, որ չբողոքեն։ Ես այդ վաղ լաց չիմ իմնում, որ երեխեն զոհված է։ Ես էլ իրան ասեցում եմ չի, ես պաժարը վերցել եմ վրես, եթե ես չեմ արել։ Տողի գնացել է, հետո եկե մեզ սուտի դատապաշպան հետ, մտամ թե դատապաշպանաբան, եկե դատապաշպան հել է հարցեր ենձի, դու ես արետի, ասես պաժարը դու ես արե, ասեմ չէ, ասեց էդի շատ լավ է, ու այդ վաղտ ընձի ասեցին, որ երեխետ մահացել է։ Տեսը շոկի տակ բան, թուղթ մուղթ կար, ստորագրելու բանը, տես մոմեն ներկու թուղթ ստորագրի մասիմ ես չեմ կարայլ, ստորագրեմ անան է, ոչ իման։ Մեղադրական է եկե, դուց հետո
34 104 չէ մեղադրական չէ ուշաթերթի կա ինչ ատեց եկե 34 104 դե փորձ սպանություն ինչը ես կատարել եմ ես այդ սկզբից էր ասել եմ արել եմ էդի այդ զոնքաչ որ բենզին լցել տես որ արվել է դանակ դես իրան դանակարել եմ դե ձեռն եմ դանակարել ոտին կինս իրա կողմն էլ այդ վաղտ ինքը ոնց որ պաշտպանվելուց քաշեդեմը կան ասել եմ խփել դանակով չեմ հրաժարվել ասել եմ արել եմ էդի արել եմ մեղադրականը բանը որ եկավ հացադուլի դիմեցի մեն բանով որ սութա սխալը մեր դատարանում դատապաշտպան չունին որ մեր դատապաշտպան եկերա պետական մտամ թե եկե միակամուս փողի համար է խոսած ասել եմ աշխատողը ես եմ տան մեջ ես եմ աշխատում իմ ծնողները չեն կարող ձեզի փողով բան անեն դուք ասում եք որ փող չկա մեկ էլ ինչ քեզ պաշտպանենք ես ինձնով պաշտպանվում եմ դատարանում էր ինչը ասում եմ մատնահետքեր վերցրեք շշի վրից այդ բենզինի շիշը դանակի վրից բանից վերցրեք մատնահետքեր ամեն ինչ մերժում են ինձի դա դախազելում էր ասում եմ այդ զոնքաշնա այդ կնիքսա իրանցից է մատնահետքեր վերցրեք այդ բենզինի շշի վրից դանակի վրից վերցրեք այդ մատնահետքերը բաները որ ես կարողանամ ապացուցեմ որ ես չեմ կատարել ես չեմ լծել բենզին ես չեմ վառել մերժում են ամեն ինչն էլ մերժում են հլա դատավորներ ասես լավ էդի վերջում եկա վերջի մոմենտը թե լավ կանավ ասես ցնա բանտարկություն վերաքնիչ էր տվին վերաքնիչը ընդամենը մեկ դատ արեց այդ մեկ դատի վաղ էլի պահանջեցին էլի ասեցին որ մատնահետքեր այդ ամեն ինչ այդ շորը ամորը բանա պատմերը միջել է ոնց էլ է իր ձևի է ինչ էլի դատախազը կայնավ դե վերաքնիչում էլի ամեն ինչը մերժեց ասում ամեն ինչը մերժում ասում լավ եթե տուժողներ են իրանք տուժողներ են թող գան դատարան մասնակցեն այս դատին բանին չասում մերժում ենք ամեն ինչը մերժում ենք այդ վերաքնիչն էր մի օրվա մեջ կեղել որոշեց ես կնա նույն բանը վճռը մնում ես ասում եմ էլի թող սետ բայց չմեղադրեն ինձ այդ երախոսում անունցին Արտուր Անդրեասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք